Գիտեք, այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որ հաճախակի մեր կյանքում մեջ պատահում է, գրեթե ամեն օր։ Եթե ոչ ամեն օր, այլ պարբերաբար եւ հաճախակի, եւ դա մեր կյանքի դժվարություններն են, դա մեր կյանքի փորձություններն են, ծանրություններն են եւ հոգսերն են։ Գիտեք, երբ մարդը ապստամբեց Եդեմի պարտեզում Աստծո առաջ եւ մեղք գործեց, այսինքն չենթարկվեց Աստծուն, դրա հետևանքով մեղքը աշխարհ եկավ մարդու կյանք։ Եվ մեղքի հետ մեկտեղ եկավ մարդու կյանք դժվարություններ, ծանրություններ, նա վտարվեց Եդեմի պարտեզից, որովհետև հակառակ ընթացք ունեցավ Աստծո առաջ։ Գիտեք, մեղքը դա Աստծուն հակառակ ընթացքն է, Աստծո կամքին հակառակ ընթացքն է։ Եվ դժվարությունները մեր կյանքում կրում են միշտ պարբերական բնույթ, որովհետև այս կյանքը ապրում ենք մեղավոր կյանք է, անօրեն աշխարհ, որտեղ ամեն քայլափոխին հանդիպում են դժվարություններ, անարդարություններ, եւ դրա հետևանքով մենք պարբերաբար բախվում ենք այդ անարդարություններին։ Պարբերաբար մեր կյանքի մեջ լինում են դժվարություններ, եւ դա մեր հավատքի կյանքի մեջ դիտվում է որպես փորձություններ։ Եթե դժվարություններ են գալիս մեր կյանք, ապա դրանք փորձություններ են, որոնցից որ մենք պետք է դուրս գանք բնականաբար Աստծո կամքով եւ Աստծո խոսքով։ Ցավալի է նշել, սերներ, որ շատ ժամանակ այդ դժվարությունները, երբ որ գալիս են մեր կյանք, շատ հավատացյալներ սայթակում են եւ հետ նահանջ են գրանցում իրենց հավատքի կյանքի մեջ։ Ինչպես Հովիվն ասաց, եւ Աստվածաշունչն էլ փաստում է բնականաբար, որ շատ քարոզչություններ կան, որոնք որ ուրիշ Հիսուս են քարոզում, որոնք որ մարդու գլխի տակ ասես փափուկ բարձ են դնում, որ պետք է հավատացյալը լինի առողջ, չգիտեմ, բարգավաճ եւ այլն եւ այլն։ Եվ երբ որ գալիս է դժվարությունները եւ մարդիկ բախվում են դժվարություններին, ինքնաբերաբար արդեն բնականաբար սատանան էլ քնած չի, մտքերով սկսում է մարդուն շեղել ճշմարիտ ճանապարհից, հավատքի ճանապարհից։ Եվ երբ որ մարդու կյանքից սատանան կարողանում է գողանալ հավատքը, ապա մարդը դառնում է անպաշտպան, խոցելի թիրախ սատանայի համար։ Գիտեք, Պողոս առաքյալը Փիլիպեցիների թղթում ասում էր. ամեն ժամանակ ուրախ եղեք։ Դժվարությունների ժամանակ ուրախ եղեք, փորձությունների ժամանակ ուրախ եղեք։ Գիտեք, երբեմն մենք մտածում ենք, որ մեր դժվարությունները ամենաբարդ, ամենածանր դժվարություններն են։ Բնականաբար ամեն մեկիս կյանքի դժվարությունը իր համար բարդություն է առաջացնում։ Բայց եկեք հիշենք առաջի դարի ժողովրդի դժվարությունները ինչպիսին էին։ Առաջի դարի հատկապես քրիստոնյաների դժվարությունները ինչպիսին էին։ Ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր մեկս այդ դժվարությունների մեջով չենք անցել։ Եվ փառք Աստծուն, որ մեր օրերում այսպիսի հանգիստ ընթացք է քրիստոնեական։ Բայց այդ ժամանակ դժվարությունները բազում էին։ Հռոմեական լծի տակ կքված ժողովուրդ։ Իդեպ ասեմ, որ հռոմեական կայսրությունը ամենադաժան կայսրությունը եղել բոլոր ժամանակների մեջ։ Հալածանքներ, սով, հիվանդություններ։ Եվ գիտեք, Պողոսն ասում էր. ուրախ եղեք։ Մեր օրերում որ լինենք ասենք, ախր Պողոս ջան, ինչի վրա ուրախ լինենք։ Մեզ սպանում են, մեզ այրում են, մեզ առյուծների կերակուր են դարձնում, ինչի վրա ուրախ լինենք։ Բայց գիտեք, պատասխանը կա. ուրախ եղեք Տիրոջով, որովհետև Աստված յուրաքանչյուր մարդու կողքին է նրան զորացնելու համար։ Ինչքան որ դժվարությունները գալիս են, այնքան Աստծո շնորհը ավելանում է մարդու կյանքի մեջ, որպեսզի կարողանա դժվարություններին դիմակայել եւ հակահարված տալ։ Գիտեք, նույն բանն ասում էր Հակոբոսը։ Հակոբոս առաքյալի առաջի գլուխ, երկրորդ համարում, առաջի գլուխ, երկրորդ համար։ Լիարժեք ուրախություն համարեք եղբայրներ, երբ տարատեսակ փորձությունների մեջ ընկնեք։ Երբեմն միգուցե այս խոսքը լսողները աշխարհիկ մարդիկ պատկերացնեն մեզ մազոխիստներ, ինչպես կարելի է դժվարությունների ժամանակ ուրախ լինել։
Որ մարդը կարա դժվարությունների ժամանակ, ծանրությունների ժամանակ բացականչի, որ ես ուրախ եմ։ Բայց պատասխան է տալիս Հակոբոսը երրորդ խոսքում ասում է իմանալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է առաջացնում։ Մենք հավատքի մեջ, երբ որ փորձվում ենք, մենք համբերություն ենք ձեռք բերում։ Պատկերացնում եք մի մարդու, մի հավատացյալ մարդու, ով որ չունի համբերություն։ Դա կնմանվի արդեն առաջի ուխտի խոսքին, որ ատամի դիմաց, աչք աշկի դիմաց, բայց Տեր Հիսուսը մեզ հակառակ բաներ ասում։ Տեր Հիսուսը մեզ չէր ասում ատամի դիմաց ատամ, աշկի դիմաց աշկ, այլ ասում էր աղոթեք ձեզ հարածողների համար, բարի կարեք ձեզ չարի կարողներին, սրանք փորձառությունները համբերություն բերող ընթացք են, որոնք որ հավատացյալի կյանքում շատ անհրաժեշտ են եւ շատ կարեւոր են, որպեսզի հավատացյալը լինի իր ընթացքի մեջ առողջ եւ Քրիստոսի օրենքի, Քրիստոսի կամքի հիման վրա ընթացքի մեջ լինի հավատացյալը։ Գիտեք, ես ուզում եմ մի սաղմոս կարդալ, որը որ իմ դժվարին օրերին եղել է ամենաոգեշնչող եւ ամենալրացնող սաղմոսը։ Ես այդ սաղմոսը շատ եմ սիրում, ես սաղմոսներ ընդհանրապես շատ եմ սիրում եւ շատ հաճախակի կարդում եմ սաղմոսների գիրքը։ Բայց այս սաղմոսը այնպես է սրտիս կպել, որ ամեն անգամ իմ դժվարությունների ժամանակ ես այս սաղմոսը ընթերցելով ասես զորություն եմ ստանում Աստծուց։ 121-րդ սաղմոսը։ Ուզում ընթերցել առաջի խոսքից։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Դժվարությունների ժամանակ, սիրելիներ, շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք որտեղ ուղենք մեր հայացքը, ումից խնդրենք, ումից սպասենք օգնություն։ Մենք մեր հայացքը բարձրացնում ենք դեպի սարերը, թե մենք մեր հայացքը իջեցնում ենք դեպի սաղարտախիտ անտառները, դեպի կիրճերը, դեպի ժայռերը։ Կարծեմ հասկանում եք ինչ եմ ասում։ Դեպի աշխարհ, թե դեպի Աստծուն։ Որտեղից է մեր օգնությունը։ Երկրորդ խոսքն ասում է իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Երկինքն ու երկիր արարող Տերը, սերներ, չկա այդպիսի մի դժվարություն մեր կյանքի մեջ, որ չկարանա լուծում տա, որ չկարանա այդ դժվարին ծանրագույն իրավիճակներից մեզ հանի։ Կարևորը նրա մեր հայացքը նրան ուղենք։ Երբ որ գալիս են դժվարություններ, մենք միշտ առաջի բանը, որ անում ենք, ես լավ իմ կյանքից վկայություն անեմ, առաջինը ես միշտ առաջ նայում էի դեպի սաղարտախիտ անտառները։ Հետո հասկացա, որ սաղարտախիտ անտառների մեջ շատ բաներ կան թաքնված, որ կարող են ոչնչացնել մեզ, հատկապես ինձ հավատքի կյանքից հեռու տանեն, սա նկատում եմ, ոչ թե ֆիզիկական։ Եվ գնալով, երբ որ ես հասկացա, որ այդ սաղարտախիտ անտառներում անելու բան չկա դժվարությունների ժամանակ, ապա շարունակաբար սկսեցի նայել դեպի սարերը, դեպի Տիրոջը, որտեղից որ պետք է գա մեր օգնությունը։ Ես գիտեմ, որ բոլորիս կյանքում կա դժվարություններ։ Եթե ինչ-որ մեկի կյանքում չկա դժվարություններ, փառք Աստծուն, բայց գիտեմ, որ կան դժվարություններ։ Եվ այս խոսքը իզուր չի մեզ տրված, որպեսզի մենք երկինք նայենք ամեն անգամ, երբ որ գալիս են դժվարությունները։ Չորրորդ խոսքն ասում է. ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու եւ չի քնելու։ Տերը քո պահապանն է, Տերը քո հովանին է, քո աջ ձեռքի մոտ։ Տերը անգամ օրհնում է մեր ձեռքի գործերը, օրհնում է մեր ֆինանսները, օրհնում է մեր աշխատանքը, որպեսզի մենք այն ինչը որ վաստակում ենք արդարության սկզբունքներով բնականաբար
ապա նաև արդարության եւ խաղաղության մեջ ծախսենք։ Ցերեկը արեգակը չի զարկելու քեզ եւ ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից, նա պիտի պահպանի քո անձը, նա մեր անձերն է պահպանում, մեր հոգիներն է պահպանում։ Նրա պահպանությունը, նրա պաշտպանությունը մեր կյանքի մեջ է։ Բոլոր բնագավառներում։ Եթե մենք մեր կյանքը նվիրել ենք Աստծուն, եթե մենք դժվարությունների ժամանակ նայում ենք դեպի երկինք, դեպի սարերը, Տերը պիտի պահի պահպանի քո երթուդարձը այսուհետև մինչև հավիտյան։ Նրա խոստումը հավիտենական է, սիրներ։ Նրա խոստումը ինչ-որ մի ժամանակահատվածի համար չի։ Անցավ այս ժամանակահատվածը կարողա Տերը չպահպանի։ Տիրոջ պահպանությունը, սիրներ, հավիտենական է։ Եվ ասում է այսուհետև հավիտենական մինչև հավիտյան։ Գիտեք, մեր դժվարությունները շատ հաճախ մեր առաջ ինչպես Դավիթ թագավորի առաջ Գողիաթներ։ Ինչպիսին էր Դավիթ թագավորը Գողիաթի առաջ։ Կարծում եմ բոլորը դե կարդացել եք, գիտեք Գողիաթի զորությունը, մեծությունը եւ Դավթի փոքրությունը։ Անզեն գնացել էր մի զորավոր մարդու դեմ պատերազմելու, բայց ինչպես հաղթեց նա Գողիաթին։ Մի քարի հարվածով։ Չգիտեմ, որ այդ քարը, ես իմ քանի հազար անգամ Գողիաթից փոքր էր, բայց տապալեց Գողիաթին։ Որն էր դրա պատճառը, որ նա հույսը դրել էր Աստծու վրա, ոչ թե նա հույսը դրել իր պարսատիկի վրա կամ քարի վրա, կամ իր հմտության վրա, որ իր կյանքի մեջ պարսատիկով, չգիտեմ, մեծ գործեր էր արել, այլ Աստծու վրա իր հույսը դրել։ Եվ ինքը ասեց, ես քո առաջ գալիս եմ Իսրայելի Աստծու անունով։ Եկեք մենք մեր հոգսերի առաջ գնանք Աստծու անունով։ Մեր հայացքը դեպի սարերը հառած, մեր օգնությունը դեպի վերևից սպասելով։ Որովհետև եթե մեր օգնությունը մենք դնենք մարդու վրա, բազկի վրա, ապա մենք ոչինչ չենք ստանա, ես ձեզ վստահեցնում եմ, իմ կյանքից եմ ասում։ Իմ կյանքի փորձից եմ ասում։ Եթե մենք մեր ուժը, մեր սպասումները դնենք մեր ուժի, մեր բազկի վրա, դժվար թե բան ստանանք։ Եկեք Աստծու վրա մեր հույսները դնենք, ինչպես Դավիթը։ Եվ առաջարկում եմ կանգնենք եւ աղոթենք, որպեսզի Աստված իմաստություն տա։ Փառավորյալ Աստված, գոհանում ենք քեզանից, գոհանում ենք, որ կյանք ես տվել մեզ։ Իրականում Տեր իմ Աստվածս դժվարությունները, բարդությունները, փորձությունները շատ են մեր կյանքի մեջ։ Եվ քո աչքից ոչինչ չի վրիպում, Տեր։ Քո համար ոչինչ ծածկված չի։ Խնդրում ենք Տեր իմ Աստվածս, որպեսզի օգնես մեզ, իմաստությունով լցնես մեզ, երկնավոր Հայր, որ ամեն անգամ դժվարությունների առաջ կանգնելիս Տեր իմ Աստվածս, մեր հույսը քո վրա լինի, Տեր։ Մեր դժվարությունները Տեր իմ Աստվածս հաղթարենք քեզանով, քո խոսքով, քո փոխանցած զորությունով, Տեր, քո օրհնությունով հաղթարենք Տեր իմ Աստված։ Եվ խնդրում եմ օրհնես յուրաքանչյուր մեկից, Տեր, որ այդ դժվարությունների ժամանակ Տեր իմ Աստվածս չընկճվենք, չընկնենք, հետ չդառնանք մեր հավատքի ընթացքից, որովհետև Տեր իմ Աստվածս քո սիրտը հավանում է նրան, ով որ վճռական է կանգնած եւ առաջ է գնում։ Քո սիրտը չի հավանում նրանց, ովքեր որ հետ են դառնում, Տեր, ովքեր որ թողնում են եւ հետ են գնում։ Զորացրում ես Տեր իմ Աստվածս քո կամքը մեր կյանքի մեջ ունենալով, ճանաչելով քո կամքը, Տեր, առաջ ընթանանք մեր դժվարությունների ժամանակ։ Եվ թող ողջ փառքը լինի քեզ, որովհետև երբ որ մենք հաղթահարում ենք դժվարությունները, Տեր, քեզ ենք փառավորում, քեզ ենք մեծարում, Տեր, որովհետև գիտենք, որ քեզանից է օգնությունը, օրհնություն եւ զորությունը։ Թող քեզ լինի փառք, պատիվ եւ մեծարանք, փառավորվիր այս վայրի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։